Բայց դա ես ինչ կապ ունեմ։ Լավ էլ ունես։ Առաջի պահողը դու ես եղել։ Դες ինչ անհարմար բան է ստացվում։ Ամիգոն իմանում է, որ դու իրան խաբել ես, ընելում համար ինչ-որ աբոյի, որի հետ աչքով աչք չունես։ Այդ դեպքում դու ինչ ես բերանդ Գևոր։ Ինձ հələ որ պետք չի։ Հետո էլ ես միակ մարդն եմ, ով աբոյի հետ թշնամություն չունի։ Ես իրա վատը չեմ ուզում։ Ինձ լավ լինի, դրանից այն կողմ ինձ բան պետք չի։ Ուզում ես ասես, որ մենակ քեզ լավ լինի։ Չէ, ուզում եմ ասեմ, արին էց անենք, որ համ ինձ լավ լինի, համ քեզ։ Ու այդ որն է որ։ Սիրում ես էլի կրկնվեմ, արդեն ասեցի, ինձ ռևանշա պետք։ Լավ, ես կխոսամ Լևոնի հետ։ Չեմ հասկանում, դու չես մանկուստին ասողը, խոսալը որն է։ Ասում ես ռևանշ, ու վերջ, պետք է ընդունի։ Ամեն ինչ այդքան հեշտ չի, ոնց որ դու ես պատկերացնում Խրիշնիկ։ Մի բարդացրու, ամեն հարց իր լուծումն ունի։ Ես քեզ կարամ վաղը զանգեմ։ Կարաս, բայց իմացի, եթե պատասխանը դուրս չեկավ, իմ քայլը հաստատ քեզ դուր չի գա։ Չհասկացա, ես արդեն շանտաժ, հա։ Պետք չի տենց, քեզ չի սազում։ Ես իմն ասեցի, բոյը կազմակերպի, ու մենք կմոռանանք այս խոսակցության մասին։ Ես քեզ կզանգեմ Խրիշնիկ։ Ես էլ անհամբեր կսպասեմ, բան։ Դե լավ։ Եկեք մի կտոր հաց ուտենք, հա։ Ես ինչ է։ Հաց կեր։ Լավ է, սովորած չեմ։ Անան։ Սա ինչ է։ Դե, ինչ կասեք, ընկեր Պետրոսյան։ Չգիտեմ։ Սա իմ նոր սանրվածքը։ Հա, քեզ դուր է գալիս։ Դու հարցնում ես ինձ դուր է գալիս։ Ես խոսքեր չունեմ, ապշած եմ։ Ես զգուշացրել էի, չէ, որ երբ վերադառնամ դու նորն էլի ես տեսնելու։ Ես պատկերացնում էի, որ դու կփոխվես, բայց հոգեպես։ Նման փոփոխության ես պատրաստ չէի նել։ Ես ամեն ինչ եմ փոխել, Անժ։ Իսկ ինչու ես քան շուտ վերադարձար։ Դե նախ, որովհետև շատ գումար չունեի, որ երկար մնայի։ Եվ հետո փախնելը հարցի լուծում չի։ Խնդիրն իմ մեջ է, ու ես պիտի լուծեմ իմ հարցը։ Ու ինչ, քեզ հաջողվեց։ Դեռ չէ, բայց անպայման կստացվի, որովհետև ես ընկեր Պետրոսյան ժրաջան աշակերտի պես աշխատում եմ։ Ու ինչ ես անում։ Դե, սկզբի համար փոխել եմ նախասիրություններս։ Վտանգավոր է հնչում։ Ես կասեի նույնիսկ պայթյունավտանգ։ Ես որոշել եմ սրանից հետո տանը նստելու փոխարեն
եւ ինքնակրթությամբ զբաղվելու փոխարեն ամենակարևորը ակտիվ միջավայրում ժամանակս անցկացնել։ Գնալ դիսկոտեկեր, բարեր, ակումբներ։ Իհասկա։ Ես սա դու չես։ Չէ, սա իսկապես դու չես։ Չէ, Անժ։ Հենց սա եմ ես։ Ուղղակի քսել չեմ հասկանում, թե ինչու է երկար տարիներ նրան պահում Գալստյանի երկար կիսաշրջած գեստի տակ։ Ես պատկերացնում եմ, թե ինչպես ես դու ակումբ մտնում ու ասենք պարում զվարճանում քո աշակերտների հետ։ Հետո ինչ վատ բան եմ անում։ Չէ, ես չեմ ասում, որ դրա մեջ ինչ-որ վատ բան կա։ Ուղղակի նաև պատկերացնում եմ, թե Շեկոյանը ինչ կասի։ Այ Անժ, ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով ինչ կասի։ Սա իմ կյանքն է, ես մի անգամ եմ ծնվելու, եւ վերջապես ես վատ բան չեմ անում։ Պարզապես ուզում եմ ապրել այնպես, ինչպես այս պահին ինձ լավ եմ զգում եւ վերջ։ Դե հենց վատն էլ դա է, որ դու միշտ որոշումներ կայացնում ես պահի ազդեցության տակ։ Անժ, մեր ամբողջ կյանքն է մի պահ։ Մենք ընդհանրապես մի պահ ենք ապրում։ Ուրախ եմ քեզ համար։ Համել բարև։ Ինչ կուզես։ Դառ։ Ինչ օգնեցա, որ միջև մաքանելա։ Արջիկուն ամտել։ Էն այ կա։ Ազին իջի։ Այ աջան, խիեր թողը որ քնեի։ Հա, լավ ջան։ Թողնում եմ քնի, ասում ինչ ես թողել։ Չեմ թողնում, ասում ինչի չես թողել։ Ինչա վատա որ հանգստացել ես։ Մամայի զանգից եմ ապրուցել։ Մամայի։ Մամա տան հանգստացած զանգել էր, ասում էր զանգում Լևոն հեռախոսին անասանելի է։ Բայց անասանելի չի։ Ոչ, ես էլ եմ զանգել անասանելի է համար։ Հեսա նայ, սո։ Միացրեցա։ Իմ այդ զանգի ձերս է։ Սպասի զանգը։ Միացրեցա, չի կարող անասանելի, ես գիտեմ։ Բայց ես քո համարը չի լավ։ Ոնց իմ համարը չի։ Լավ ջան, քո համարը չի նայի։ Չհասկացա, այս ինչ համար է, ինչ գործ ունի իմ առողջի մեջ։ Դու իմ պատիշն ես։ Չէ։ Հա։ Ես դժողքի երկրային աշխատողն եմ։ Մեղավոր հոգիների բաժողը։ Սի հազիվ երկու օր դեմքդ չէի տեսել, ինչ ես ուզում։ Եկել եմ շահավետ գործարք առաջարկել քեզ։ Ինչ։ Գործարք։ Հա։ Մարդ առնվազն պիտի հիմար լինի, որ քո նմանի հետ գործարք կնքի։ Բայց այդ քո շահերից էլ է բխում լիդուշոկ։ Քեզ չտեսնել է ինձ համար արդեն մեծ շահում է։ Ահա, դեռ եմ արևիտ։ Ես էլ եմ ասում էլի։ Ես եկել եմ քեզ մի բան առաջարկեմ։ Ու ինչ։ Առաջարկում եմ քեզ, որ ոչ դու ինձ տեսնես, ոչ էլ ես քեզ։ Ու քանի օր։ Հավետ։ Ինչ։ Հա։ Դե ես տեղ մնալու անելու ոչ մի բան չունեմ։ Որոշել եմ մեկնել արտերկիր։ Ուր ես ուզում գնաս։ Ուր ուզես։ Որտեղի տոմսարն ես, այնտեղ կգնամ։ Ինչ։ Չհասկացա, դու չես ուզում ինձ էլ չտեսնես։ Շատ եմ ուզում։ Դե ուրեմն վճարի։ Լսի, ես փող չունեմ, չես հասկանում, չունեմ ես փող։
Հասկացա, ո՞նց չում ես։ Ուրեմն շուրջդ նայի։ Լնայի ես ամեն ինչին։ Նայում եմ, ես այստեղ աշխատում եմ ու աշխատում եմ ամսավճարով։ Եթե ձևերը չգիտես, ուրեմն ամենաաշխատող տարբերակը։ Հիմա ես քեզ ասում եմ լսի։ Ու ո՞րն է այդ։ Այն Պանեխիդայի դեմք ունես, այդ ընդունում ես։ Լասակում ազձայնով։ Այդ մի փոքր արցունք եւ աչքերից հետ ավելի լավ։ Լրիվ աշխատող է։ Մտնում ես տնօրենի մոտ։ Մտնում ես ասում ես, չգիտեմ, ամուսինս վատա, պոչկիկը Իվանը կարաս ասես լյարդից է ռոզում։ Օպերացիա բա մի խոսքով ինչ ուզում ես ասա։ Այդ ձայնով, այդ դեմքով։ Ես այդ բանը չեմ անի։ Կանես։ Դե ուզում ես գնամ սիրեկանիդ ամեն ինչ պատմեմ։ Լսի, դու քո այդ հիվանդ ուղեղից մեկ ընդմիշտ հանի, ես սիրեկան չունեմ։ Ունես։ Հիմա ինչ ենք անելու։ Իգո չգիտեմ։ Երկու քարերանքն եմ ունեմ։ Խիշնիկը ինձ տուբիկ գցեց։ Ես չեմ հավատում, որ խիշնիկը կարա քրոյին ասի աբոյի համար։ Ինքն իր շահը ունի։ Ինչա։ Ինքը ուզում է, որ իր ու մանգուստի ռևանշը լինի, ու հետո էլ սիրուն դնի դեմս։ Կարա լինի։ Տենում ես։ Թե քեզ ով էր ասում, ամիգոյին խապեիր։ Դիգ, որ հիմա էլ հարցնեն, չեմ ասի։ Ես իմ բայեցին չեմ կորցնում։ Հիմա ինչ ենք անելու։ Ես էլ իմ փայն եմ փախցնում։ Աբոն ու ամիգոն էսա իրար կուտեն, ու ամեն մար սկսել է փախցնել, ես էլ իմն եմ տանելու։ Պարզը։ Մնում է ճիշտ հաշվարկ անեմ ու ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինեմ։ Հիմա քո հաշվարկներով, ադու ում կողմ ես լինելու։ Դիգ, հիմա պիտի աբոյին ասենք, խիշնիկի հարցերը լուծի, ու ինքը կլուծի։ Բայց իրա տղենա չի թողի։ Ապրես, չեղա, որ ես խիշնիկին աբոյով ֆուկ արեցի։ Վայ մանվեն, վայ։ Դիգ, ջոգում ես, որ ես բազար ուրա գնում։ Ամեն դաշտն եմ ակրվում, դիգ։ Ես հաստատ ես աբոյին կասեմ։ Բայց ես չեմ փոխել համարս, իսկական հանելուկ մնաց։ Բայց դեպքում ով է։ Կարողա չես հիշում լավ։ Քեշի տեղես դրես ուրո։ Համարս եթե ես փոխածնեի կհիշեի։ Մի րոպե զանգ եմ էլի։ Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է։ Անհասանելի է։ Բան ասիր դու էլ Արամ։ Հասանելի լիներ ենա մաման կզանգեր։ Դու լսուրո զանգի մամային։ Չգիտեմ, բայց ինձ թվում է, որ լովի պապանա փոխել համարը։ Ինչի համար։ Դե կտենաս, որ ինքն է փոխել։ Ման ջան, ոնց ես։ Չէ, ուղղակի զարադիշնիկս եմ մոռացել։ Ամեն ինչ լավ է, մամ ջան, մի անհանգստացի։ Ճիշտ ասած, տեղ այնքան լավ է, որ չեմ էլ ուզում հետ գամ։ Դու ասա, ոնց ես, մամ։ Քո մոտ ամեն ինչ կարգին, հա։ Տես, եթե մենակության մեջ նեղվես, ասա։ Ես էլ եմ քեզ կարոտել, մամ ջան։ Լավ դե, երևի ստեղ մի քանի օր էլ կմնանք ու կգանք։ Լավ, մամ ջան, ես էլ քեզ եմ սիրում։ Մամ, եթե մի բան պետք լինի, Սուրոյին կամ Արամին զանգի։ Լավ, մամ ջան։